Բարի լույս սիրուններս, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ինչպես տեսնում եք, տոները արդեն կամաց մոտենում է ավարտին ու մեր սեղանը երեկվանից հետո այս տեսքն ունի ու ընդհանրապես տունը ահավոր թափթփված վիճակում է։ Նինոլիկը նոր է արթնացել, Անգելինան նոր է արթնացել ու հեռուստացույցի դիմաց է, իսկ ես պատրաստվում եմ ամբողջ տները մաքրել, մի փոքր կարգի բերել, սեղանը հավաքել, որպեսզի նշենք Սուրբ Ծնունդը երեկոյան, այնպես որ պետք է արագ անցնել գործի։ Ամենուր երեխեքի խաղալիքներն են, Ձմեռ պապիկի նվիրած տնակն է Անգելինային, այդպես սիրուններ, չգիտեմ, տոնածառը երևի կմնա մինչև հունվարի 13-ը, հին տոմարով նոր տարին էլ մի փոքր կնշենք ու որից հետո արդեն կհավաքենք տան զարդարանքները։ Երեք ահավոր շատ հյուրեր ունեինք, դրա համար տունը այսպես խառնվել է իրար, սեղանը ավիրված է, բայց շատ լավ երեկո ենք անցկացրել, շատ լավ։ Ողջույն սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Նախ ուզում եմ իմանամ ինչպես եք, ինչպես անցկացրեցիք ձեր տոները, արդյոք ձեր մոտ տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է, թե էլ ոչ։ Շատ հետաքրքիր կլինի, այնպես որ կսպասեմ ձեր մեկնաբանություններին, ինչպես անցկացրեցիք տոները, ինչ տրամադրությամբ ու հիմա որ փուլում եք։ Մենք անցկացրել ենք տանը, ինչպես արդեն տեսել էիք, բայց շատ լավ ու բարձր տրամադրությամբ, այս ընթացքում նաև նշել ենք պապայիս ծնունդը, որը հունվարի 3-ին էր ու շատ լավ անցավ, իր համար գիշերը անակնկալ էինք պատրաստել, որից ինքը շատ ուրախացավ, հետո մինչև ուշ գիշեր հարազատներով ու ընկերներով նստած ուրախանում էինք, որից հետո Սուրբ Ծնունդն էր, որը ցավոք սրտի չկարողացանք նշել, քանի որ Անգելիս ատամներ ցավում, Նինոլիկի փորիկներ ցավում, մի խոսքով այսպես երեխեքը իրանց լավ չէին զգում ու էլ տրամադրություն չկար Սուրբ Ծնունդ նշելու, ես էլ ոչ մի կերպ չկարողացա պատարագին մասնակցել, չնայած նրան, որ շատ էի ուզում, բայց հոգ չէ, այսօր առավոտ արթնացել ենք, չգիտեմ ասեցի թե ոչ, այսօր հունվարի 7-ն է արդեն ու ես հունվարի 7-ից սկսում եմ վլոգ նկարել, արթնացել ենք, Նինոլիկին ճանապարհել եմ դպրոց, քանի որ ինքը շատ էր ուզում գնալ, չնայած գիտեմ, որ լիքը բացականներ են լինելու, բայց դա կապ չունի, աղջիկը պատրաստվեց ու գնաց, Անգելինայիս ատամը, քանի որ 2 գիշեր ցավում էր, զանգել առավոտը ժամ եմ վերցրել, իրան տարել եմ ատամնաբուժարան, ատամը հեռացրել են, մի քիչ առաջ ենք եկել տուն, հաց կերանք, ես ես սուրճս վերցրեցի, եկա ննջարան, որպեսզի համ վլոգը սկսեմ, համ մի փոքր զրուցեմ ձեր հետ։ Մի խոսքով այսպիսի խառը օր եմ ունեցել, առավոտ եմ ունեցել, բայց հիմա քանի դեռ ժամանակ ունեմ, նախ սուրճս կխմեմ, որ չսառի, հետո ուզում եմ կիսվեմ ձեր հետ մի նոթատետրով, որը ես արդեն 3 տարի, այս տարին 3-րդ տարին կլինի, որ պահում եմ, այս նոթատետրը ինձ օգնում է իմ օրվա, իր մեջ 365 էջ է օր, այսինքն այստեղ հնարավորություն ունես ամեն օրվա վերջում գրել քո տպավորությունը, քո զգացողությունները, քո տխրությունը, ամեն ինչ,
նպատակներդ, չգիտեմ, գուցե սա մանկական կամ պատանեկան ինչ-որ քայլ է իմ կողմից, բայց ես սիրել եմ այս նոթատետրը ու ինքը ինձ օգնում է, շատ է օգնում։ Ես այստեղ գրի եմ առնում իմ տարվա պլանները, որոնք որ ուզում եմ այս տարի իրագործվեն, գրի եմ առնում իմ օրվա զգացողությունները, ու գիտեք, շատ հետաքրքիր է, երբ կարդում ես անցած տարվանը կարդում ես ու հասկանում ես, թե քո մեջ ինչքան բան է փոխվում մեկ տարվա ընթացքում։ Հիմա եկել եմ, որ միասին նստեմ ու գրեմ իմ այս տարվա պլանների մասին։ Իհարկե ես շատ չեմ մանրամասնի, թե ինչ պլաններ ունեմ այս տարվայի հետ կապված, բայց ուզում եմ ցույց տալ, որ այս հատվածում կարող եք գրել ձեր տարվա պլանները ու տարեվերջին, այսպես ասած, ամփոփել, տեսնեք ինչքանով է ստացվել ու չէ։ Եկեք նախ կարդամ այն պլանների մասին, որոնք 2025 թվականին հասցրել եմ իրագործել, որոնցից մեկը եղել է Տաթևի վանք այցելելը։ Ես այդ վլոգում եւս խոսել եմ այդ մասին։ Այո, Տաթևի վանք այցելելը իմ համար մեծագույն երազանք էր, մեծագույն նպատակ, առաջնային նպատակներիցս մեկն էր, քանի որ դա միայն իմ նպատակը չէր ու դրա մասին ես արդեն խոսել եմ ու չեմ ուզում կրկնվել, ու շատ հանկարծակի տարեվերջին, որի մասին ընդհանրապես պատկերացում էլ չունեի, բայց իմացա, որ գնում ենք նաև Տաթև, ու դա ի շնորհիվ Նինուլիկիս մրցույթի, որ անցկացվեց Մեղրիում, ու մենք գնացինք Մեղրի, այնտեղ իմացա, որ նաև այցելելու ենք Տաթև, չեք պատկերացնի, դա իմ համար ինչ հուզական պահ էր։ Այո, ես այցելեցի Տաթև, այստեղ էլի շատ պլաններ եմ ունեցել, որոնք իրագործվել են, որոնց մասին չեմ ուզում խոսել, շատ պլաններ էլ ունեմ կամ որ տեղափոխել եմ 2026 թվական, մեծ հույսով, որ այս տարի կկարողանամ Աստծո կամքով իրագործել։ Եկեք 26 թվականին գրենք իմ առաջին նպատակի պլանի մասին։ Վերցնես, ես իմ առաջին նպատակը գրեցի, որ մեծ հույս ունեմ կարողանամ իրագործել, Աստծո կամքով իհարկե, որ հիմա այս մասին չեմ խոսի, բայց տարեվերջին, եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ես եմ պլանավորել ու ես եմ ցանկանում, տարվա ամփոփում կանեմ, որի մասին անպայման ավելի մանրամասնորեն կխոսեմ։ Ես դուրս եմ եկել, գնում եմ Նինուլիկիս հետևից դպրոց, բայց այդ ընթացքում մինչև դպրոց հասնելը պետք է գնամ նաև մի քանի մուծումներ անելու, վճարումներ խանութ ու հետո նոր Նինուլիկի հետևից։ Անգել մեկ քիչ հետ արի։ Սիրուններս, մենք արդեն տանն ենք, նստած սուրճ եմ խմում ու կարծես ավանդույթ է դարձել, որ սուրճս պետք է ձեր հետ խմեմ։ Ես հասցրեցի իմ բոլոր վճարումներն անել այս ամսվա, ինչը որ պետք է վճարեմ, ինձ մնացել է միայն մանկապարտեզի վարձը վճարեմ, Պարի դպրոցի վարձը վճարեմ եւ Նինուլիկիս 2026 թվականի մրցույթի վարձը, որ կարողանա այս տարվա մրցույթներին մասնակցել, իսկ դա արդեն վաղը կվճարեմ։ Այդպես մի քիչ հետո ավելի ճիշտ ժամը 6-ին պետք է գնանք Պարի, այսօր Անգելինային չեմ տանի Պարի, որովհետև մի փոքր թուշիկը ուռած է ու ինքը մի փոքր հուզված է, այսօր կմնա տանը, վաղը տեսնեմ ինչպես կլինի, եթե լավ լինի կգնա, եթե չէ Անգելինան կմնա այս երկրորդ էլ տանը, երկուշաբթի օրվանից նոր նորմալ կհաճախի Պարի ու մանկապարտեզ։ Ու առիթից օգտվելով, որ այսօր ես իր վրա չեմ պարկանում, ինչ եկել ենք հիվանդանոցից, ինքը հեռուստացույց է դիտում,
Բայց հեսա կանջատի ու կփորձի մի փոքր քնել։ Անգել հլա արի մոտս արևս արի Ադամդ կցավա տեսեք թուշիկը մի փոքր ուռած է հուսով եմ որ վաղը կանցնի օրը դեսօր ինչ ղանցավնին Լավ, բայց դպրոցի փորձը հոգնած ես դաս շատ ունես Մամի, ես նկար բրծել եմ արդեն։ Ոսկա։ Բայց դեք թաց ժամանակ պետք է լցեմ։ Որ ձգեն փայլերից դեք թաց ժամանակ պետք է մինակ այսպես պետք է նենք լավ։ Կարամ այս ոնց վերայլը ծննա։ Ուղան ես։ Այսպես պետք է եղնի։ Ինքը թացի մեջ պետք է եղնի։ Ой, что за тема? Քիչ մեստախից էլ թափի։ Կանեջես։ Ոնց ինչ խորը։ Դե դու լծեմ ես։ Ջան մենք արդեն դրսում ենք գնում ենք բարի ինչպես արդեն ասել էի այսօր մենակ նինոլիկս է գնում բարի քանի որ անգելիս Ատամը այդ քաշած տեղը դեռ մի փոքր ցավում է մնաց տանը այսպեսին էր այսօրվա մեր օրը սիրուններս երևի այսքանով այս վլոգը ամփոփենք քանի որ արդեն երեկո է ու առանձնապես նկարելու բան չունեմ ուզում եմ ասեմ որ շատ եմ սիրում բոլորիդ ու շնորհակալ եմ վլոգս մինչև վերջ դիտելու համար ու եթե հավանել եք ապա չմոռանաք բաժանորդագրվել սեղմելով զանգակ կոճակի վրա որպեսզի բաց չթողնեք մեր հետագա վլոգները Տեսք այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա-պակա